Կանեփ Կակաչ 2014 համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 15-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 37 տոննա 149 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 45 կգ կակաչի կանաչ զանգված։ Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 39 դեպք։ Տնամերձ 196 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 58 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ, հարուցվել է 5 քրեական գործ։ Նույն միջոցառման շրջանակում ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Գետաշեն համայնքի մի շարք տների հարակից տարածքներից հայտնաբերել և այրելով ոչնչացրել են 692 հատ 276 կգ քաշով կանեփի թուփ։ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցները օգոստոսի 7-ին Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ և Կոշ գյուղերից հավաքել և այրել են 97,5 կգ կանեփի կանաչ զանգված։ Օգոստոսի 13-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները Հարժիս գյուղում Աշոտ Հակոբյանի տնամերձ հողամասում հայտնաբերել են 282 հատ 17 կգ քաշով կանեփի ցողուններ, իսկ առանձնատան խուզարկությամբ հայտնաբերվել է 5,1 կգ քաշով կանեփանման բույսի ցողուններ, 9950 գրամ կանեփանման կանաչ թաց զանգված, 4,6 գրամ դեղնականաչավուն կանեփանման չոր զանգված, AK-74 տեսակի ինքնաձիգի 3 դատարկ պահունակ, նռնակի պայթուցիչ և հակատանկային նռնակ։ Հայտնաբերվածն առգրավվել է, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, օգոստոսի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 12-ը, ողության 24 դեպքից 13-ը, կողոպուտի 2 դեպքից 1-ը, խարդախության 5 դեպքից 4-ը, շորթման 1, յուրացման և խուլիգանության 2-ական դեպքերը բացահայտվել են։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության և կողոպուտի 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ուշադրություն. Տեսաձայնագրությունում երևացող անձը հուլիսի 14-ին ժամը 16:15-ի սահմաններում Ամիրյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկից հափշտակել է հեծանիվ տուժողին պատճառելով 380 000 դրամի վնաս։ Նշված անձին ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 102 հեռախոսահամարով։ Օգոստոսի 8-ին Երևանի մի բնակչուհի ոստիկանության կենտրոնականի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում տվեց։ 3 օր առաջ անհայտ անձը դեռևս անհայտ պայմաններում և վայրում նրա դրամապանակից հափշտակել էր 100 000 դրամ։ Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզներից շատ ժամանակ չպահանջվեց դեպքը բացահայտելու համար։ Արդեն ժամեր անց իրավապահները գիտեին կասկածյալի ինքնությունը։ Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ 1986 թվականի ծնված Կարեն Շահումյանն էր, որը նույն օրը ժամը 21:30-ին Եղվարդ քաղաքի ռեստորաններից մեկում հայտնաբերվեց և գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության կենտրոնականի բաժին, որտեղ էլ շուտով խոստովանական բացատրություն տվեց։ Ըստ նրա, գողությունը կատարել էր ամսի 5-ին մայրաքաղաքի կենտրոնական շրջաններից մեկում։ Հափշտակել էր 100 000 դրամ, բայց նրա ասելով կարող էր և ավելին թռցնել, պարզապես տուժողին ծանոթ էր և գումարը ավելի շատ էր, բայց ես 100 000 ունեցել։ Քննությունը շարունակվում է։ Ուշադրություն. Շենգավիթի քննչական բաժնում քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով խարդախություն մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակիչ Մարիամ Մելքոնյանին։ Ոստիկանները կասկածներ ունեն, որ նրա հանցավոր գործողություններից տուժել են այլ անձինք ևս։ Տուժողները կարող են դիմել Շենգավիթի քննչական կամ ոստիկանության մոտակա բաժին։